Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ։ Այսօր 26 թվականի մայիսի 17-ն է։ Այսօրվա հաղորդումը ես վերնագրել եմ հետևյալ կերպ. ով իրավունք ունի իրեն հայ կոչելու։ Հաղորդումը լինելու է երկու մասից, նախաբանից եւ հիմնական մասից, որտեղ կխոսեմ գլխավոր թեմայից։ Ուրեմն, նայեք ժողովուրդ, ցանկացած հասարակության մեջ կա մի զանգված, որը կազմում է մոտավորապես 35-40-45%, քայլ կատարելիս նրանք չեն մտածում հետևանքների մասին։ Եվ ամեն 4-5-6 տարին մեկ ինչ որ մի երկրում այդ զանգվածը, այդ 40% զանգվածը մասնակցում է տվյալ երկրի տարածքում գործող պետական կառավարման համակարգի ընտրություններին, ազգային ժողովի կամ նախագահական ընտրություններին, դրանով իսկ նպաստելով, որպեսզի այդ տարածքում համաշխարհային ջհուդական համակարգը նորից վերարտադրվի։ Եվ հիմա հունիսի 7-ին այդպիսի ընտրություններ տեղի են ունենալու մեր երկրում, եւ մեր հասարակության մեջ այդ 40%-ը նույնպես առկա է, եւ այդ զանգվածը գնալու են եւ իրենց այդ անգիտակից քայլը կատարելու են։ Կներեք 2021 թվականին ես ինքս այդ ժամանակ համահայկական ազգային համաձայնության շարժման անդամ էի, նույնպես որոշել էինք մասնակցել ընտրություններին ազգային ժողովի։ Պատրաստել էինք բոլոր փաստաթղթերը եւ ինչ-ինչ պատճառներով, որոշակի խանգարող հանգամանքների պատճառով չմասնակցեցինք եւ ես շատ ուրախ եմ, որ այդ ջհուդական երևույթին մասնակից չեղա։ Եվ հիմա ես համոզված եմ, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են եւ որոշել են մասնակցել ընտրություններին, նրանք ցանկանում են ինչ-որ մի բան փոխել իրենց կյանքում, դժգոհ են ստեղծված իրավիճակից, դրա համար մասնակցում են եւ իրենց առջեւ նրանք հարցադրում են դրել, թե ում ընտրեն։ Ես ցանկանում եմ ասել, որ այդ հարցադրումը, մինչև այդ հարցադրում դնելը, նախ պետք է ճիշտ մոտեցում կլիներ, որպեսզի հարցադրում դրվեր, իսկ ընդհանրապես ճիշտ է մասնակցել ընտրություններին, թե սխալ է մասնակցություն ունենալը։ Եթե այսպիսի հարցադրում դրվեր եւ որոշեիք, որ պետք է մասնակցեք, այսինքն ճիշտ է մասնակցելը, այնուհետև մտածեք, թե ում ընտրեք։ Հիմա ես օրինակ, երբ որ 21 թվականին չմասնակցեցինք ընտրություններին, ես այնուհետև ինչ-ինչ պատճառներով այդ համաձայնության շարքերից եւ դուրս եմ եկել, ես իմ առջեւ այդպիսի հարցադրում եմ դրել, արդյոք ճիշտ է մասնակցել ազգային ժողովի ընտրություններին։ Եվ հիմա ինչ որ ես պարզել եմ ինձ համար, ինչ եզրակացության որ հանգել եմ, ցանկանում եմ ձեզ նույնպես տեղեկացնել եւ ձեզանից յուրաքանչյուրը թող ինքը արդեն մտածի ինչ ընտրություն կատարի, մասնակցի ընտրություններին թե ոչ, որովհետեւ յուրաքանչյուր մարդ այդ իրավունքը ունի։ Նայեք ժողովուրդ ջան, մենք բոլորս քույրեր ու եղբայրներ ենք։ Այն ժողովրդի լեզվով ասած, եթե մի 7 պորտ հետ գնանք, ապա կպարզվի, որ իմ եւ ձեզանից ինչ-որ մեկի պապերը հալալ եղբայրներ են, կամ նույնիսկ նույն մարդն է։ Մենք բոլորս այո, քույրեր ու եղբայրներ ենք, ուղղակի ազգը, տոհմը, ցեղը մեծացել է, շփում չունենք, կտրվել է շփումը եւ իրար չենք էլ ճանաչում։ Բայց դա չի նշանակում, որ ես հարգալից վերաբերմունք ունեմ ձեզանից յուրաքանչյուրի հանդեպ։ Ես մարդկանց մասին կարծիք կազմում եմ, ելնելով
նրա քայլերից, կատարած գործերից, ընդունած որոշումներից, կայացրած ընտրությունից ելնելով։ Եվ երբ օրինակ ողջունից խոսքի մեջ ես մատնանշում եմ հարգելի հայրենակիցներ, ապա իմացեք, որ հարգելի ասելով ես նկատի ունեմ այն 60% մեր հայրենակիցներին, ովքեր չեն մասնակցելու ընտրություններին։ Իսկ այն 40%-ը, որոնք մասնակցելու են, ես ոչ միայն հարգանք չունեմ նրանց նկատմամբ, այլ նաև իրավունք ունեմ եւ վիրավորելու եւ հայհոյելու։ Սակայն կուլտուրայից ելնելով դա չեմ անում, կներեք, որովհետեւ մենք բոլորս միմյանցից տարբերվում ենք մեր մտածելակերպով, մեր մակարդակով, մեր տրամաբանությամբ եւ այնպես չէ, որ ամեն ինչ միանգամից մենք կարողանում ենք իմանալ։ Իմացության մակարդակով տարբերվում ենք։ Ժամանակին ես էլ 21 թվականին օրինակ չէի գիտակցում, որ չպետք է մասնակցենք, այսօր եմ հասկացել եւ դրա համար ցանկանում եմ կիսվել, ինչ եմ հասկացել, ինչու է սխալ մասնակցել ընտրություններին, բայց իդեպ ասեմ, որ Արմեն ջան, բարև, իդեպ ասեմ, որ ընտրություններին չմասնակցել եւ ոչինչ չանել նույնպես սխալ է, այդ մասին ես ունեմ հաղորդումներ, իսկ ինչ պետք է անել, այսօր չեմ խոսելու այդ մասին, միգուցե հաջորդ կիրակի կխոսեմ, թե ինչ պետք է անենք, չմասնակցել, մասնակցելը սխալ է, իսկ չմասնակցել ոչինչ չանել նույնպես սխալ է, իսկ ինչ պետք է անենք։ Հիմա ինչու չպետք է մասնակցենք ընտրություններին։ Նայեք ժողովուրդը, ես օրինակ մեղավոր չեմ, որ ձեզանից ինչ-որ մեկի տրամաբանությունը թույլ է, վերլուծելու ունակություն չունեք, կամ պատասխանատվության զգացումն է ձեր մոտ թույլ։ Դուք կարող եք սխալվել այն հարցերում, սխալ ընտրություն կարող եք կատարել այն հարցերում, որը կոնկրետ վերաբերվում է միայն ձեզ, ձեր անձնական հարցերում, օրինակ կարող եք կյանքի ընկեր ընտրելիս սխալ ընտրություն կատարեք, կամ բիզնեսի գործընկեր ընտրելիս սխալ ընտրություն կատարեք, կամ օրինակ ցանկանում եք ինչ-որ մի էլեկտրական սարք գնել կամ էլեկտրական գործիք գնել, դրելապեր, ֆերատրասառնարանա, հեռուստացույցը, մեքենա։ Այո, դուք կարող եք սխալվել, սխալ ընտրություն կատարեք, շորա, կոշիկա, չգիտեմ, ձեր համար ուզում եք առնեք, հետո փոշմանում եք, եղել է, չէ, շուկայում գնում եք, շորը հագնում եք, դուրներդ գալիս եք տուն, հագնում եք, ես վերջերս մի հատ սարոշկա արել, մի անգամ նույնիսկ չեմ հագել, սխալ ընտրության պատճառով։ Կարող է դուք ինչ-որ մի ծառայությունից օգտվեք, ինչ-որ մի սպասարկման կենտրոնից օգտվեք եւ հետո հասկանաք, որ ձեր վճարած գումարի համապատասխան ծառայություն չեն մատուցել, այսինքն սխալ ընտրություն եք կատարել։ Այդպիսի հարցերում, այո, դուք կարող եք սխալվել։ Իսկ ինչ վերաբերվում է հայր ջան, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, ինչ վերաբերվում է ազգային ժողովի ձևավորման գործին, ինչ վերաբերվում է պետության ղեկավարի ընտրության հարցին, դուք իրավունք չունեք սխալվելու, նույնիսկ 0.01% իրավունք չունեք սխալվելու, եւ հիմա ասեմ ինչու։ Կներեք։ Պատկերացրեք, դուք աջակցում եք ինչ-որ մի կուսակցության, այդ կուսակցությունը հաղթում է ընտրություններում եւ պետք է իշխանություն ձևավորի, ազգային ժողովում նրանք իրենց շարքերից իրանց անդամներից մեկին կամ կուսակցության ղեկավարին ազգային ժողովում առաջադրում են վարչապետի պաշտոնին։ Եվ այդ պաշտոնակատար անձի վարած սխալ քաղաքականության հետևանքով, օրինակ, ես տուժվում եմ։ Հնարավոր է, չէ՞։ Ես տուժվեմ։ Դուք ինձ չեք էլ ճանաչում։ Ով եմ, ինչ եմ, ինչով եմ զբաղվում։ Չեմ էլ զբաղվում քաղաքականությամբ, բայց ձեր սխալ ընտրության պատճառով ես տուժվեմ։ Ինչու եղբայր։ Ինչու պետք է ես ձեր սխալ ընտրության պատճառով տուժվեմ։ Օրինակ ունեմ ես
տղա երեխա զինվորական սպա է։ Հնարավոր է, չէ, որ ձեր ընտրած վարչապետիկի սխալ վարած քաղաքականության պատճառով ես կորցնեմ իմ երեխային։ Ինչա, դուրս եմ գալու ասեմ, հա, դե լավ, մի երեխա ավել պակաս ոչինչ, հա, մեր հայրենակիցները սխալ ընտրություն են կատարել։ Չէ, գլուխներդ պատին եք տվել, որ սխալ ընտրություն եք կատարել։ Նորից ասեմ, գլուխներդ պատին եք տվել, որ սխալ ընտրություն եք կատարել։ Ինչու պետք է ես իմ երեխային ձեր պատճառով կորցնեմ։ Օրինակ բերեմ, հիշում եք, չէ, մի քանի տարի առաջ, ինչքան հիշում եմ, Վարդենիսի պոստերից մեկում 15 երեխա վարվեց։ Գիտեք, այդ երեխաները չեն վարվել, այդ երեխաներին վառել են։ Ես այդ երեխաներից մեկի ծնողի հետ 2 անգամ հանդիպել եւ երկար զրույց եմ ունեցել հետը եւ լավ ինֆորմացված եմ ինչա տեղի ունեցել։ Այդ երեխաներին վառել են։ Դուք հասկանում եք, թե սա ինչ համակարգ է եւ դուք ինչ համակարգի ընտրություններին եք գնում մասնակցել։ Դուք հասկանում եք, ինչ համակարգի ընտրություններին եք գնում մասնակցել։ Համակարգ, որը թքած ունի եւ ձեր վրա, եւ ձեր երեխաների վրա, եւ մեր բոլորի վրա, եւ մեր հայրենիքի վրա։ Դուք հասկանում եք, ես այս օրինակը բերում եմ, որպեսզի ձեր ընտրության կամ սխալ ընտրության պատասխանատվության չափը հասկանաք։ Ինչ մասշտաբի պատասխանատու քայլ է գնալ ու մասնակցել ընտրություններին։ Մի հասարակ կոշիկ առնելու համար երևի տարիներով կմտածեք, որը առնեք, որ խանութից գնաք առնեք, գինը, ամեն ինչ կճշտեք։ Իսկ ես, որ պետք է պետության ղեկավար ընտրեք, խորը վերլուծություն չեք կատարում։ Մի հատ հասկանաք, ես ինչ է կատարում, ես ինչ համակարգ է, ես ով որ գա իշխանության կարա մեր կյանքը փոխի, թե չի կարա։ Մի հատ խորը վերլուծություն կատարեք։ Չեք անում։ Հիշում եք, չէ՞, էլի մի քանի տարի առաջ համակարգը ինչպես, պետությունը ինչպես վարվեց մեր զոհված երեխաների հանդեպ։ Մարտի դաշտից ցելոֆաններով մեր զոհված երեխաների մարմինները հավաքել, բերել էին լցրել մի հատ ինչ-որ մի սենյակ։ Մի քանի օր հետո, որ արդեն ընդ հոտ էր ընկել, սառնարան չկար, Հայաստանում սառնարան չկար, որ մեր զինվորներին մահացած զոհված երեխաների մարմինները տանեին ինչ-որ մի սառնարան տեղավորեին, մինչև հողարկավորելը։ Այդպես է, համակարգը պետությունը այդպես է վարվում իր զինվորների հանդեպ։ Գիտեք ինչպես պետք է վարվեր, երբ հավաքել բերել էին, ինչ-որ մի զինվորական սպա, ես չեմ ասում Փաշինյան Նիկոլո պետության ղեկավարը դուրս գար, կամ պաշտպանության նախարարը դուրս գար, կամ կարող էին եւ իրենք, մի ինչ-որ զինվորական սպա պետք է դուրս գար ու դիմելով ազգին կենտրոնական հեռուստատեսությունից ասեր, որ իմանում եք ժողովուրդ ջան, շատ վատ տխուր լուր ունեմ, ինֆորմացիա ունեմ ձեզ հաղորդելու, այս ինչ կոորդինատներում նույնիսկ ինձ համար շատ դժվար է, բայց դա մեր պարտականությունն է, որպեսզի ձեզ տեղեկացնենք։ Այս ինչ կոորդինատներում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում մենք բավականին զոհեր ենք ունեցել եւ ինչքան որ կարողացել ենք մարտի դաշտից մեր երեխաների մարմինները, աջունները, մասրունքները հավաքել ենք, տեղափոխել ենք այսինչ հասցեով։ Եվ խնդրում ենք ծնողներին, այսինչ ազգաններով երեխաների ծնողներին, եկեք այս հասցեով, որպեսզի ձեր երեխաների աջունները տանեք, ձեր լացը լացեք եւ հանձնեք հողին։ Այս ծնողներն էլ կհանգստանային, խիղճները կհանգստանան։ Ամեն ինչին ձև կա, չէ՞ անելու։ Սքին էլ ձև կա անելու, ով չգիտակցում, որ պատերազմի ժամանակ զոհեր են լինում։ Այդպես է վարվում, համակարգը հասկացաք, այդ ինչա միս էին, լեշ էին, բերել լցել էին ցելոֆաններով մի ինչ-որ սենյակ։ Հա, դուք հասկանում եք, թե այս համակարգը ինչպիսի վերաբերմունք ցուցաբերեց մեր երեխաների հանդեպ։ Ու դուք գնում եք այս համակարգի ընտրություններին մասնակցեք։ Դուք հասկանում եք, կառավարիչներին փոխելով
Համակարգը չի փոխվում։ Համակարգը ունի հիմնադիրներ։ Հիչեք հասկանում։ Դուք ում եք փոխում։ Եթե համակարգը մնում է նույնը, ինչ տարբերություն կառավարիչով է։ Նիկոլնա, Ռոբերտնա, Սերժնա, Պողոսնա, Պետրոսնա, դրանք ունեն լիազորություններ, սահմանադրությամբ գրված լիազորություններ եւ իրենց լիազորությունների շրջանակներում գործում են։ Դժվար է այդքան բանը հասկանալ, որ դուք գնում եք մասնակցելով այս ընտրություններին, դուք օգնում եք, որպեսզի ջհուդական համակարգը նորից վերարտադրվի։ Ինչքան կարելի է ձեզ ասել, այսպիսի հարցում, որ դուք խորը վերլուծություն չեք կատարում ու գնում եք, ընտրում եք, բերում եք մեկին, որի որոշումներից, որի վարած քաղաքականությունից կախված է մեր 15 միլիոն հայերիս բախնու ճակատագիրը, մեր հայրենիքի ճակատագիրը։ Դուք հասկանում եք պատասխանատվության չափը, ինչ պատասխանատու քայլ է։ Նույնիսկ 0.1% դուք իրավունք չունեք սխալվելու։ 100% համոզված եք, որ որ ձայն եք տալու, կարողանալու են մեր կյանքը փոխել։ Իսկ ես էլ 100% համոզված եմ, որ ոչ մեկն էլ չեն կարողանալու։ Դրա համար ես ասում եմ, ընտրություններին չպետք է մասնակցել, որպեսզի ջհուդական համակարգը չվերարտադրվի։ Հիմա բացատրեմ ինչ, ավելի մանրամասը բացատրեմ, անցնեմ գլխավոր թեմային։ Ով իրավունք ունի իրեն հայ կոչելու։ Նայեք, ժողովուրդ, մեր կյանքում ինչ գոյություն ունի մեր աշխարհում, ունի կամ էություն, կամ բնույթ։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար նախ պետք է հասկանանք ինչու ենք հայտնվել այս իրավիճակում։ Կամ պատճառներ։ Ես միշտ խոսում եմ գլխավոր պատճառներից եւ այսօր էլ խոսելու եմ ամենագլխավոր պատճառներից մեկը այն է, որ մենք որպես ազգ գոյություն չունենք։ Ես քիչ հետո նորից խոսքը սկսեցի էությունից եւ բնույթից, ես բերել կապելու եմ ու հասկանանք ինչու սկսեցի էությունից եւ բնույթից։ Մենք այսօր որպես ազգ գոյություն չունենք։ Նախ պետք է հասկանանք ինչ է ազգը։ Ազգը դա նույն տարածքում բնակվող, նույն լեզվով խոսացող, նույն մշակույթ ավանդույթներ ունեցող եւ նույն հոգեվոր արժեհամակարգը ունեցող մարդկանց միավորում է։ Մենք այսօր որպես ազգ գոյություն չունենք եւ մեր հայ ազգի կործանման սկիզբը դրվել է 301 թվականին։ Ազգը կարելի է համեմատել տան հետ։ Տունը կառուցվում է 4 հենասյուների հիման վրա, չէ՞։ Եթե սյուներից մեկի բետոնը քայքայվի, կամ երկաթ արմատուրան մեջի քայքայվի, այդ սյունը վաղ թե ուշ փլուզվելու է եւ հետո էլ տունն է քանդվելու, ճիշտ է։ Ազգն էլ նույն չափանիշները, նույն 4 հատկանիշները ունի, այդ հատկանիշներից, այդ չափանիշներից որևէ մեկը եթե թուլանում է, խեղաթյուրվում է, ազգը կործանվում է։ Եթե մենք կորցրեցինք մեր տարածքները, հայրենի տարածքները, դա առաջին չափանիշն է, ազգը թուլանալու է։ Խեղաթյուրվեց մեր լեզուն, ազգը թուլանալու է։ Խեղաթյուրվեց մեր ավանդույթներն ու մշակույթը, ազգը թուլանալու է։ Խեղաթյուրվեց հոգևոր արժեհամակարգը, ազգը թուլանալու է եւ կործանվելու է վաղ թե ուշ։ Հիմա մեր ազգի կործանման սկիզբը դրվել է 301 թվականին։ Այն 3 չափանիշները՝ տարածքը, լեզուն եւ մշակույթը ինչ որ չափով դեռ պահպանվել են, մեր հայրենիքը բռնազավթվել է եւ այսօր մնացել է 30,000 քառակուսի կիլոմետր տարածքը, որտեղ ապրում են դեռ հայալեզու մարդիկ։ 4-րդ արժեհամակարգը խեղաթյուրվել է 301 թվականին։ Այսօր ազգի կեսը
քրիստոնյա, մի մասը Եհովայի վկայա, մեկը հեթանոս է, մեկը կրակապաշտ է, մեկը հիսուսական է, մեկը աթեիստ է, մեկը չգիտեմ ով է, հասկանում եք, խեղաթյուրվել է 4-րդ հենասյունը ազգի։ Եվ մեր թշնամին, գլխավոր թշնամին, դեռ 301 թվականից 1000 տարի առաջ, 2000 տարի առաջ փորձեր է արել, քայլեր է ձեռնարկել իր այդ ծրագիրը, մեր հայ ազգի կործանման ծրագիրը իրականացնի, բայց միայն 301 թվականին նրանց հաջողվեց բավարար հիմքեր ստեղծել հենց մեր երկրում դրա իրականացման համար, երբ Տրդատ տգետը ընդունեց քրիստոնեություն աղանդը որպես պետական կրոն, հայ մարդը այդ օրվանից սկսեց քարուքանդ անել իր աստվածային տաճարները իր ձեռքով կառուցած եւ դրա փոխարեն կառուցել սատանայական ջհուդական եկեղեցիներ։ Այդ ժամանակից սկսած մենք որպես ազգ սկսեցինք թուլանալ, կորցնել մեր հզորությունը, մեր պետականությունը եւ սկսեցինք կորցնել մեր հայրենի տարածքները։ Եվ հիմա այս վիճակից դուրս գալու համար միակ ճանապարհը գիտեք որն է։ Մենք որպես ազգ կարողանանք նորից միավորվել ու ձևավորվել։ Կկարողանանք արդյոք։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մենք ունենանք հայ մտավորականություն։ Իսկ ունենք հայ մտավորականություն այսօր։ Ես արդեն 8 տարի զբաղվում եմ քաղաքական եւ հասարակական գործունեությամբ։ Գիտեք, ինչքան մարդկանց հետ եմ հանդիպումներ ունեցել։ Գիտեք, ինչքան մտավորականներ եմ ճանաչում։ Բոլորին համացանցում ովքեր որ կան, դուք բացում ու լսում եք, բոլորի հետ առանձին անձնապես հանդիպել ու զրուցել եմ, մեծամասնությամբ, բոլորին անձնապես ճանաչում եմ։ Իրենք հայոց լեզվով հայերեն խոսացող մտավորականներ են, բայց իրենք հայ չեն, իրենք հայ մտավորական չեն։ Ես հայ մտավորական Հայաստանում չեմ ճանաչում, չգիտեմ։ Միգուցե կան ինձ ես չեմ հանդիպել եւ համացանցում էլ չեմ տեսնում։ Հիմա բացատրեմ ինչու։ Որպեսզի հասկանաք, թե ինչ է նշանակում լինել հայ մտավորական, պետք է հասկանաք, ինչ է նշանակում հայ լինել։ Իսկ որպեսզի հասկանաք ինչ է նշանակում հայ լինել, պետք է հասկանաք հայ բառի իմաստը։ Իսկ հայ բառը ինչ է նշանակում հայ։ Գիտեք, որ հայ բառը մինչև որպես ազգի անվանում կիրառվել է հենց մեր կողմից, հայալեզու ցեղերի բառապաշարում եղել է։ Այս տարածքում հայկական լեռնաշխարհում ապրել են բազմաթիվ հայալեզու ցեղեր։ Ազգը այն է, եթե հայալեզու ցեղերը միավորվելին եւ մի օր միավորվել են, չգիտեմ, որ թագավորած ընտանիքի ներքո Արտաշեսյանների, թե Բագրատունիների, չգիտեմ, որը կարողացել է հայալեզու ցեղերին միավորել եւ որպես ազգ, միավորել որպես ազգ, ես չգիտեմ երբ է դա տեղի ունեցել։ Մի օր տեղի ունեցել։ Հայ բառը մինչև ազգ կիրառվելը, ազգի անվանում կոչվելը, կիրառվելը մեր բառապաշարում եղել է եւ ոչ միայն մեր բառապաշարում, բազմաթիվ այլ ուրիշ ցեղերի, ժողովուրդների բառապաշարում հայ բառը եղել է եւ այսօր էլ կա եւ այսօր էլ կիրառվում է։ Եվ YouTube-ում եւ համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան բասկերի մոտ, յակուտների մոտ, չգիտեմ, ամերիկյան ինչ-որ ցեղերի մոտ, հույների մոտ, թե ինչպես է հայ բառը օգտագործում, ինչպես են ընկալում նրանք հայ բառը։ Հայ բառը մեր բառապաշարում էլ եղել է, մենք հետո ենք որպես ազգի անվանում վերցրել ու սկսել կիրառել այդ բառը։ Հիմա ես բացատրեմ հայ բառի իմաստը։
Ես սկզբում ասացի, որ ինչ գոյություն ունի մեր կյանքում, ունի կամ էություն կամ բնույթ։ Բոլոր կենդանի արարածները ունեն էություն։ Նույնիսկ առարկաները ունեն էություն։ Օրինակ, մի քանի օրինակ բերեմ, գրիչը կապույտ միջուկով գրչի մասին կարելի է ասել, որ տվյալ գրիչը կապույտ հետագից թողնելու էությամբ է օժտված։ Ճիշտ է։ Կամ օրինակ վերամբարձ կռունկը։ Վերամբարձ կռունկը ինչ որ մի զանգված տարածության մեջ մի կետից մի ուրիշ կետ տեղափոխելու էությամբ է օժտված։ Այդպես է, չէ՞։ Եթե դուք տվյալ առարկայի էությունը չիմանաք, դուք չեք կարող այդ առարկան կիրառել։ Հիմա վերամբարձ կռունկը կանգնած է, շատ եք իմանում ինչի համար է։ Էությունը պետք է հասկանաք տվյալ առարկայի, որպեսզի կիրառեք։ Նույնը վերաբերվում է կենդանիներին։ Բոլոր կենդանիները ունեն էություն։ Առյուծը ծնվում է առյուծի էությամբ, ոչխարը ոչխարի էությամբ, էշը էշի էությամբ։ Եթե դուք առյուծի էությունը չիմանաք, հաշվի չառնեք, որ նա գիշատիչ է իր էությամբ։ Դուրս գաք առյուծի հետ դեմ դիմաց ուզենաք նրան հաղթեք, կվերցնի ու ձեզ կհոշոտի, որովհետև ճիշտ մոտեցումը նա է, ճիշտ որոշում կայացնելու համար, որ կյանքում մի բանի հասնեք, դուք պետք է ինչի հետ որ գործ ունեք, նախ նստեք ու վերլուծեք, հասկանաք, պարզեք այդ առարկայի, այդ կենդանու, այդ արարածի էությունը, որպեսզի չսխալվեք կյանքում։ Կենդանիները ինչ որ էությամբ ծնվում են, եւ իրենց ամբողջ կյանքի ընթացքում առյուծը իր էությունը չի փոխում։ Նա այդպիսի հնարավորությամբ օժտված չէ։ Ի տարբերություն մարդ արարածի, մարդուն է Աստված արարիչը տվել հնարավորություն իր մեջ էություն ձևավորելու։ Հասկանում եք։ Մենք դրանով տարբերվում ենք կենդանիներից, որ մենք կարող ենք մեր մեջ էություն ձևավորել։ Հիմա հարց, իսկ քանի տեսակի էություն գոյություն ունի ընդհանրապես եւ տիեզերքում եւ մեր աշխարհում։ Տիեզերքը դեռ դնենք մի կողմ։ Մեր աշխարհում այս շարիկի վրա գոյություն ունի երկու տեսակի էություն։ Մի տեսակը դա աստվածային էությունն է, մյուս տեսակը սատանայական էությունն է։ Սատանայական էությունը դա կենդանական էությունն է։ Տարբերվում են միմյանցից ինչով։ Գործիքներով։ Յուրաքանչյուր էություն ձևավորելու համար կան բնորոշ իրեն յուրահատուկ գործիքներ։ Աստվածային էություն ձևավորելու համար դուք պետք է օգտագործեք, կիրառեք իրեն յուրահատուկ գործիքներ, ազնվություն, նամուս, պատիվ, արժանապատվություն, անշահախնդիր բարեգործություն, բարոյականություն, սեր, հարգանք, իսկ աստվածային սատանայական էություն ձևավորելու համար գործիքներ են հանդիսանում այլասերվածությունը, անբարոյականությունը, դավաճանությունը, սպանությունը, գողությունը, ստախոսությունը։ Ինչ գործիքներ որ ձևավորում եք, դրան համապատասխանեն ձեր մեջ էություն է ձևավորվում։ Եվ հիմա այս երկու երրորդ տարբերակը գոյություն չունի էության մեր աշխարհում։ Կա աստվածային էություն եւ սատանայական էություն։ Մեր լեզվով աստվածային էությունը կոչվում է հայ։ Սատանայական էությունը կոչվում է ջհուդ։ Դուք կամ մարդը էությամբ կամ հայ է, կամ ջհուդ։ Լսում եք, ես ազգությունից ընդհանրապես չեմ խոսում։ Դուք կարող եք ազգությամբ լինեք հայ, էությամբ ջհուդ։ Եվ կարող եք լինել ազգությամբ թուրք, էությամբ հայ, ազգությամբ եվրեյ, էությամբ հայ։ Հասկանում եք, դա մի մակարդակ բարձր է։ Երբ մարդը իր մեջ ձևավորում է հայի էություն, նա ուրիշ մակարդակի մարդ է արդեն, ուրիշ չափանիշների մարդ է։ Նրա համար ազգային ինչ-որ բաներից ելնելով, ազգային ինչ-որ հատկանիշներից ելնելով, չի գնում
ինչ որ քայլեր անելու։ Հասկանում եք, նրա համար կա ճիշտ ու սխալ։ Ոչ թե շահավետ, ոչ շահավետ։ Աստվածային էության մարդ հարարածը մտածում է, սա ճիշտ է, թե սխալ։ Իսկ ջհուդը մտածում է, շահավետ է, թե շահավետ չի։ Հիմա ուրեմն այս մեր հայրենիքի տարածքում ապրում է 3 միլիոն հայերեն խոսացող մարդիկ։ Հիմա էությամբ դուք ով եք։ Դուք ինչ էություն եք ձևավորել ձեր մեջ, հայի էություն ունեք, թե ջհուդի։ Դուք կամ այս 3 միլիոնով կամ հայ եք, էությամբ կամ հայեր եք, կամ էությամբ ջհուդներ եք։ Սա հասկանալի է, չէ՞։ Մարդ էությամբ կամ հայ է, կամ ջհուդ։ Ինձ ձեր ազգությունը չի հետաքրքրում։ Հիմա երկրորդը բնույթին անդրադառնամ։ Առարկաները դրենք մի կողմ, որ առարկաները նույնպես էություն ունեն։ Ինչ վերաբերվում է բնույթին, ցանկացած երևույթ, պրոցես, իրադարձություն, արարք, գործողություն, համակարգ լինում է ինչ-որ բնույթի։ Քանի որ կա էության երկու տեսակ, այդպես էլ կա երկու տեսակի բնույթի երևույթ, պրոցես, իրադարձություն։ Տվյալ իրադարձությունը իր բնույթով կամ աստվածային է, կամ սատանայական է, այսինքն կամ իր բնույթով հայկական երևույթ է, կամ ջհուդական երևույթ է։ Ինչպես հասկանանք տվյալ իրադարձությունը աստվածային երևույթ է, աստվածային իրադարձություն է, հայկական իրադարձություն է, իր բնույթով, թե ջհուդական։ Դա հասկանալու համար պետք է վերլուծեք, հասկանաք տվյալ իրադարձության հիմքում ինչ գործիքներ են կիրառված։ Եթե այդ իրադարձության մեջ կա բարոյականություն, կա սեր, հարգանք, բարեգործություն, անշահախնդիր բարեգործություն, ուրեմն տվյալ իրադարձությունը աստվածային իրադարձություն է։ Դուք եթե մասնակից դառնաք այդ իրադարձությանը, դուք չեք տուժվի։ Իսկ եթե բնույթով այդ իրադարձության հիմքում կա սպանություն, դավաճանություն, գողություն, խաբեություն, ուրեմն այդ իրադարձությունը իր բնույթով ջհուդական է։ Դուք մտնեք այդ իրադարձության մեջ ամենալավ ցանկություններով։ Բնույթը դուք պետք է հաշվի առնեք, ինչ բնույթի իրադարձություն է դա։ Կարող է ձեր վրա այս պահին որևէ ազդեցություն չունենա, բայց դա բնույթը վաղ թե ուշ ձեր վրա իր ազդեցությունը ունենալու է 1 տարի հետո, 2 տարի հետո։ Բնույթը չի փոխվել։ Այդ բնույթի իրադարձությունը։ Հասկանալի է, այսինքն իմ ասելիքը այն է, ինչ քայլ ցանկանում եք կատարել, ինչ որ մեկի հետ համագործակցել, ինչ որ մի արարածի, ինչ որ մի իրադարձության մասնակից դառնալ, դուք պետք է ուսումնասիրեք, հասկանաք էությունը կամ բնույթը։ Հիմա ինչ է պետությունը։ Պետությունը դա համակարգ է։ Նույնիսկ այսօր այդ մասին ոչ մեկը չի խոսում, որպեսզի հասկանաք Հայաստանի Հանրապետությունը ինչ է, փողոցում մոտենում հարցնում ես Հայաստանի Հանրապետությունը քո համար ինչ է, ասում են իմ հայրենիքն է։ Ոչ, հարգելիներս։ Հայրենիքը հողն ու ջուրն է, տարածքն է, իսկ պետությունը Հայաստանի Հանրապետությունը իմ հայրենիքի տարածքում գործող պետական կառավարման համակարգն է։ Ինչ կանոններով ապրենք։ 35 տարի առաջ ուրիշ համակարգ էր։ Չեք հիշում ինչ համակարգ էր, կոչվում էր Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետություն։ Այսօր կոչվում է Հայաստանի Հանրապետություն։ Համակարգը փոխվեց։ Հայրենիքը իր տեղում է, տարածքը իր տեղում է, հայրենիքը տարածքն է։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը գործող համակարգն է, որը կարող է 5 տարին մեկ փոխվել, հիմա 10 տարին մեկ փոխվել։ Այսինքն պետք է հասկանանք տվյալ համակարգը իր բնույթով։ Ինչ համակարգ է, հայկական համակարգ է, թե ջհուդական համակարգ է։ Եթե լիներ հայկական համակարգ,
ապա մենք ինչպես կապրեինք, եթե լիներ հայկական, կլիներ ամեն ինչ արդար, արդարացի։ Ճիշտ է, բոլորս լիու ազատ, նյութապես ապահով կապրեինք, եթե լիներ հայկական, բնույթով հայկական, աստվածային այս համակարգը։ Իսկ մենք ինչու ենք դժգոհ, որովհետև բնույթով այս համակարգը ջհուդական է, փաստ է, ես ձեզ ներկայացնում եմ, կարող եք փաստը վերցնել, իրատես լինել, ոչ թե ապրեք երազանքներով, որ եկեք այս ջհուդական համակարգը, անարդար համակարգը մտնենք մեջը ու փոխենք։ Դուք ով եք, որ այս համակարգի բնույթը փոխեք։ Դուք կարող եք առյուծի էությունը փոխել։ Չեք կարող, որովհետև առյուծին դուք չեք ստեղծել, արարիչն է ստեղծել, արարիչը կարող է առյուծի էությունը փոխել։ Դուք ով եք առյուծի էությունը փոխել։ Հիմա այս համակարգը, որ ջհուդական է, ես փաստ կբերեմ, ինչի համար է ջհուդական։ Միգուցե մի անգամուց ասեմ ինչու է ջհուդական, հետո ասեմ, որ ինչպես չեք կարող փոխել, որովհետև ստեղծողը դուք չեք։ Որպեսզի հասկանաք այս պետական կառավարման համակարգը, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, իր բնույթով հայկական է թե ջհուդական, պետք է բացեք սահմանադրությունը կարդաք։ Հիմքը հանդիսանում է սահմանադրությունը։ Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ կետում գրված է. ընդերքը պետության սեփականությունն է։ Արդեն խարդախություն կա, խաբեություն կա, որովհետև անկախության հռչակագրում 91 թվականի անկախության հռչակագրում գրված էր ընդերքը ժողովրդի սեփականությունն է։ Այդ ավտոմատ ինքը իրան փոխվեց, հա։ Չեք կարծում, որ ինչ-որ մեկը վերցել ու միտումնավոր փոխել է։ Իսկ ովքեր են փոխել, համակարգի հիմնադիրները, ովքեր հիմնել են 91 թվականին այս համակարգը, այս պետությունը։ Դուք ճանաչում եք հիմնադիրներին։ Ես անձամբ չեմ ճանաչում, ոչ էլ անուն ազգանունները գիտեմ։ Ես ընդամենը գիտեմ հիմնադիրների կողմից նշանակված առաջին կառավարչին, Քորին, Պետրոսյան Լևոնին։ Եվ հաջորդաբար ում բերել, իրանք են բերել։ Կարող է համակարգի հիմնադիրները իրենց ձեռնտու կադրերին չբերեն։ Չեք հասկանում։ Դուք ով եք, որ մտածում եք ընտրություն, գնում եք ընտրում եք, ձեր ընտրությամբ ինչ-որ մեկը գալիս է։ Եթե նույնիսկ էլ ինչ-որ մեկին ընտրեք գա, հիմնադիրները հաջորդ օր այդ ձեր ընտրածին կանչելու են կաբինետ ու ասեն, գիտես, այ չընտրլո, այս պետության հիմնադիրները մենք ենք։ Անելու ես այնպես, ինչպես որ մենք ենք ասում, այս պետությունը մենք ենք հիմնադրել։ Առանց մեր իմանալու մի քայլ էս կողմ են կողմ մի որոշում, առանց մեր իմանալու։ Իմացիր տուն չես հասնելու, ճամփին կարող է մի հատ կռազ գա ու վրայովդ անցնի։ Չեք հասկանում այսքան բանը։ Համակարգի բնույթը կարող են փոխել նրանք, ովքեր այդ համակարգը հիմնադրել են։ Դուք ով եք, որ գաք ընտրություններով հաղթեք ու այս համակարգի բնույթը փոխեք։ Քանի որ սեփականությունը դուք բոլորը ցանկանում եք մասնակցել ընտրությունների, որ նյութապես ապահով ապրեք։ Իսկ նյութապես ապահով եք ինչով, թե ինչքան սեփականություն ունեք, ճիշտ է։ Սահմանադրության մեջ գրված է, որ սեփականությունը, ընդերքը պետության սեփականությունն է, իսկ դուք ժողովուրդն եք, այսինքն ձերը չի, ձեզ զրկել են, միտումնավոր զրկել են ձեր սեփականությունից, ձեր հող ու ջրից, խաբել են ձեզ։ Դա նշանակում է, որ պետությունը, այս համակարգը, Հայաստանի Հանրապետությունը, որպես պետական կառավարման համակարգ, ջհուդական համակարգը, փաստը կա, եզրակացությունը բխում է սա, որ համակարգը ջհուդական է, իր բնույթով։ Հիմա դուք գնում եք մասնակից դառնաք այս ջհուդական համակարգի ընտրություններին, որ շահեք, հասկանում եք բնույթով ինչ համակարգ է։ Դուք ո՞նց կարաք շահեք ջհուդական համակարգում։ Դուք վերարտադրում եք այս ջհուդական համակարգը նորից։
Հիմնադիրները այս պետությունը հիմնել են ձեր համար, ոչ, հիմնել են իրենց համար։ Էլ սահմանադրության այդ կետը պիտի փոխեին, կթողնեին ժողովրդի սեփականությունն ու դուք էլ որպես սեփականատեր, բաժնետեր բոլոր հանքերի շահագործումից ձեր չափաբաժինը կստանայիք։ Բայց իրենց շահը ո՞րն էր։ Իրենք փոխել են, որպեսզի այդ ամբողջ եկամուտը լցնեն իրենց գրպանը, տանեն Անգլիա, Ռուսաստան, չգիտեմ ուր են տանում, ովքեր են այս հանքերը շահագործում, պետության ղեկավարը ում ուզում տալիս է։ Ու ձեզ չի էլ հարցանելու, որովհետև դուք կամավոր հրաժարվել եք։ Երբ որ գնում եք անձնագիր վերցնելու, անձնագրի մասին օրենքում գրված է անձնագիր ստանալը կամավոր է, այսինքն դուք համաձայն եք սահմանադրության բոլոր կետերին, որ դա պետության սեփականությունն է։ Խաբել են ձեզ այ միամիտներ։ Հիմա ես դա հասկացել ու ես իմ միակողմանի ես խզել եմ իմ կապը այս ջհուդական համակարգի հետ, հանձնել եմ իմ բոլոր փաստաթղթերը, տվել եմ Նիկոլի Ճակատին։ Գիտեք ինչու եմ տվել։ Էության փայը ես ասացի, մտածում եմ ճիշտ է թե սխալ, ոչ թե շահավետ է թե շահավետ չի։ Ես ասում եմ եկեք անձնագրերը հանձնենք, ինչքան մարդու եմ ասել։ Ասում են ախպեր, բա որ հանձնեմ, թոշակ չեմ ստանալու, չգիտեմ, աշխատավարձ չեմ ստանալու, իմ տղա երեխան Մոսկվայում է, չգիտեմ, Ամերիկայում է, չեմ կարողանալու երկրից դուրս գալ։ Այո, էությամբ ջհուդը այտենց էլ մտածում է, իրեն շահավետ չի։ Իսկ էությամբ հայը մտածում է, ճիշտ է թե սխալ։ Էությամբ հայը ոնց կարա ջհուդական համակարգի հետ համագործակցի։ Ու դուք հայ եք, ցինիզմով եք տառապում։ Այո, այսօր Հայաստանում բոլորը տառապում են ցինիզմով, հատկապես այս ընտրության մասնակիցները։ Գիտեք ցինիկը որն է, այն որ էությամբ ստախոս ու խաբեբայ է, բայց իրան ներկայացնում է որպես ազնիվ ու արդար։ Էությամբ ազգի ու հայրենիքի դավաճանա իրան ներկայացնում է որպես ազգասեր ու հայրենասեր։ Դուք եթե էությամբ հայ եք, այս ջհուդական համակարգի հետ եք համագործակցում, անձնագիր ունեք բոլորդ էլ, չէ՞։ Ունեք, համագործակցում եք, չէ՞։ Հակասություն չեք զգում ձեր էության ու այս համակարգի բնույթի մեջ։ Չեք զգում, որովհետև դուք էլ էությամբ ջհուդ եք։ Հիմա ես այսքան ինֆորմացիա ես ձեզ ասում եմ, որպեսզի հասկանաք։ Խնդրի լուծումը ո՞րն է։ Ես ձեզ չեմ ասում մենակ գնացեք բոլորդ անձնագրերդ հանձնեք։ Ոչ։ Ես ցանկացած ճիշտ քայլ ձև կա անելու, որպեսզի արդյունք տա։ Անձնագրերով հանձնելով այս ջհուդական համակարգը փլուզում ենք, իսկ ճիշտ ձևը նա է, որ այդ քայլը մենք կատարենք, գրի եմ արել ասեմ, միավորված, միասնական, կանոնավորված և միաժամանակ։ Դուք հասկանում եք հիմա ինչ ասացի։ Միավորված, միավորվածություն, միասնականություն, կանոնավորվածություն և միաժամանականություն։ Ոնց կարա այս գաղափարները մենք մեր քայլի մեջ որպես բնույթ կիրառենք ու հաջողության չհասնենք։ Խզենք մեր կապը, մեր համագործակցությունը այս ջհուդական համակարգի հետ, փլուզենք։ Քանի դուք այս համակարգի հետ համագործակցում եք, այս համակարգը գործելու է։ Չգիտեմ, հասկանալի ձեզ բացատրեցի թե չէ։ Հաղորդման վերջում նորից եմ ցանկանում ասել։ Ու դուք ձեզ համար պարզեք, դուք էությամբ հայ եք, թե ջհուդ եք։ Ուրիշ երրորդ տարբերակ չկա։ Էությամբ հայը կարա ջհուդական համակարգի հետ համագործակցի ու ունենա փաստաթուղթ այդ ջհուդական համակարգից, այսինքն անձնագիր։ Էությամբ հայը չի կարա։ Իսկ եթե ունեք, մտածեք ինչ անեք։
Հայը մտածում է ճիշտ է թե սխալ։ Իսկ ջհուդը մտածում է շահավետ է թե շահավետ չի։ Դրա համար դժում եք, որովհետև մտածելակերպով դուք ջհուդ եք։ Ասացիք խոսքերով դուրս եկաք ասաք հայ եք, հայ դարձաք, ես թքած ունեմ ցանկացած մարդու գեղեցիկ խոսքերի, մտքերի վրա։ Գործով ինձ ապացուցեք, թե որ դուք հայ եք։ Հասկանալի է հայը որն է, որը ջհուդի հետ կապ չունի։ Կարող եք ինձ ապացուցել, որ այս համակարգը հայկական համակարգը։ Ապացուցեք, ներողություն խնդրեմ ձեզանից։ Այդ ոնց է հայկական, որ հողի տակը ոսկի կա, ես չեմ օգտվում, իմ երեխան չի օգտվում, ձեր երեխան չի օգտվում։ Դուք չգիտեք էլ ով է օգտվում, ես էլ չեմ ճանաչում։ Պետությունը ունի հիմնադիրներ, գալիս մեր երկրի ընդերքը թալանում, տանում են, որովհետև ջհուդական է։ Եթե ջհուդական է, կներեք ասել եմ, ինչ քաք եք ուտում այս ջհուդական համակարգի մեջ։ Եկեք դուրս գանք ու տեսեք ոնց է փոխվում ամեն ինչ։ Շնորհակալություն, ստեսություն ձեզ։